Մենք Թուրքիայի տարածքում ենք Քուշադասի քաղաքի մոտ, նավահանգստային քաղաքի մոտ, որտեղ ասում են, որ այս վայրում Կույս Մարիամը Քրիստոսի մայրը անցկացրել է իր վերջին տարիները եւ այստեղ դարձել է օգտագնացության վայր աշխարհի տարբեր ծայրերից եկած քրիստոնյաների համար։ Քրիստոնեական ավանդույթի համաձայն Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո Հովհաննես առաքյալը Մարիամին տարել է Էֆեսոս անվտանգության համար։ Ենթադրվում է, որ Մարիամը կյանքի վերջին տարիներին ապրել է Բլբուլ լեռան վրա գտնվող մի փոքրիկ քարե տանը, որը հետագայում դարձավ որպես Կույս Մարիամի տուն։ Տունը եկեղեցու նման էր եւ տան մեջ բացարձակապես չթողեցին, որ մենք որևէ նկար նկարեինք։ Շատ խիստ հսկողություն կար, այս մի քանի նկարը, որ ես դրել եմ, դրանք ինտերնետից վերցրած նկարներ էին։ Մարդիկ այստեղ գալիս էին եւ իրենց ցանկությունները գրում էին փոքրիկ անձեռնոցիկների վրա, սպիտակ անձեռնոցիկների վրա, այդ սպիտակ անձեռնոցիկները թղթի կտորները կապում էին եւ հազարավոր այսպիսի ցանկությունների անձեռնոցիկներ կային այստեղ կապված։ Այստեղ երևի ամեն մեկը ինչ որ նպատակ է դնում, մի բան կապում է, ոնց որ շատ սրբավայրերում է ընդունված։ Կույս Մարիամի փոքրիկ բրոնզե արձանն է, շրջապատված Լազարյան քահանաների կողմից տնկված ձիթենիներով։ Իսկ մի քիչ հեռու ճանապարհի վրա բարձր դիրքով կանգնած էր Կույս Մարիամի մեծ ոսկեզօծ ոսկեգույն արձանը։ Այն տեղադրվել է ավելի ուշ 1996 թվականին Սելջուկի քաղաքապետի կողմից։ Ինչքանով է այս ամենը իրական, ոչ մեկ չի կարող ասել, բայց Սուրբ Հովհաննեսը 12 առաքյալներից ամենափոքրն էր եւ մտերիմ հարաբերություններ ուներ Հիսուսի հետ եւ այս կապը խորհրդանշում է, որ վերջին ընթրիքի պատկերում Հովհաննեսը հենվում է Հիսուսի վրա։ Խաչելիության ժամանակ Հիսուսը Հովհաննեսին վստահեց իր մորը Կույս Մարիամի խնամքը։ Ըստ լեգենդի, Քրիստոսի խաչելիությունից 4 տարի անց Սուրբ Մարիամը Հովհաննես առաքյալի հետ միասին մեկնել են Էֆեսոս։